ես չգիտեմ ում մտքով ինչ է անցել, հրապարակը անջատել։ Ես ասեմ, երևի թե աշխատում է նույն ուղեղը, որ ես հրապարակի տակ կառուցում էր ավտոկայան։ Բանն այն է, որ մեր ժողովուրդը ունի մի սրբազան պատմություն, երբ հայոց արքային գերում են և տանում են, և հակառակորդի արքան նրան հարցակննում է, մի կողմում լինում է հակառակորդի հողը, մյուս կողմը լցրած է ննում հայոց հող։ Եվ երբ որ նա կանգնում է հայոց հողի վրա, նա խոսում է որպես հայոց արքա, որովհետև մեր հողը ուժ է տալիս ամեն հայորդու, որ կանգնած է այդ հողի վրա։ Այստեղ այս հրապարակը կատարվեց մի վիրահատություն, հողից կտրեցին, բարձրացրեցին, արանք թողեցին, որպեսի հայոց հողը իր ուժը չհաղորդի այստեղի ժողովրդին։ Ոչինչ չի ստացվել և ոչինչ չի ստացվելու։ Այսօր այս հրապարակը փորձեցին զրկել մեր երեխաներից։ Ես իմացա, որ երեկոյան նրանց բոլորին հավաքել են, տարել են ոստիկանություն։ Ես ուզում եմ հարցնեմ օտար կառավարման տակ գտնվող Հայաստանի իշխող համակարգի գերագույն ներկայացուցիչ Սերժ Սարգսյանին։ Ես ուզում եմ նրան հարցնել, ուղիղ եմ հարցնելու։ Երևի թե այս հարցը ճիշտ կլիներ տալ այլ ձևով, երևի թե տալ առանցին զրույցում եւ այլը, բայց այն իրավիճակը, որ ստեղծել է նա եւ իր աշխատողները, հնարավորություն չեն տալիս, որ այս հարցը հնչի առանցին, որտեղ այդ հարցը պետք է լսի ողջ ժողովուրդը, որտեղ նա վերաբերում է հայոց աշխարհին եւ ողջ ժողովրդին։ Այս ինչ է, այդ որիդ որոշումն է Հայաստանը վերածել իսլամական պետության։ Ինչ է նշանակում իսլամական պետություն եւ ինչպես է այն ստեղծվում։ Այն երկրները, որտեղ ապրում են իսլամի ժողովուրդը, ցես դու։ Այնպես որ ոչ մի հույս ոչ ոք չունենա, մենք այստեղ ենք։ Եվ այսպես իսլամի ժողովուրդները հանգիստ ապրում են իրենց հայրենիքում, բայց իրենց սկսեցին զրկել իրենց բնական պաշարներից։ Իրենց երկրներում սկսեցին ժողովուրդներին անխնա հալածել։ Նրանց կենսամակարդակը կտրուկ ընկավ։ Նրանց իշխողներին ստիպում էին այլ բարքեր մտցնել իրենց երկրներ։ Եվ վերջապես այդ ժողովուրդների սիրտը պայթեց, եւ նրանք փնտրում էին փրկություն, ինչպես փրկեն իրենց կյանքը այդ զավթիչներից, այդ հալածողներից, այդ օտարի ձեռքին գործիք դարձած իրենց իշխանավորներից։ Եվ ստեղծվեց մի պատմություն, որ եթե նրանք վերադառնան սկզբնական իսլամին, ապա ամեն ինչ կարգին կլինի, եւ քանի որ վերադարձը անհնար է, ապա նրանք պետք է ընդհատակյա խմբեր ստեղծեն, զինեն, ցանցային համակարգ ստեղծեն, ընդհատակյա, եւ այդ ընդհատակյա ցանցային համակարգը անհրաժեշտ պահին պայթեցնի երկիրը եւ ստեղծի ահաբեկչական եւ մեծ դաշնությամբ գործող այն համակարգը, որ ստեղծել են։ Դաշնությունն էլ պայմանավորված է միմիայն հալածանքի դաշնությամբ։ Այսօր բացարձակապես նույն տեխնոլոգիան կիրառվում է Հայաստանում։ Մի տարբերությամբ, երևի թե ինչ-որ մեկը որոշել է փորձի, իսլամը պարտադիր է, թե քրիստոնեական երկրում նույնպես, անխնա, շատ ստոր, դավադիր հալածանքներով, երեխաներին հետապնդելով, տարեց կնոջ են տարի այնտեղ երկու, ուրեմն զավակների մոտ 60 տարեկան կնոջ հարցաքննության եւ այլը, այդ ստոր լուրերը տարածելով, կատարելով եւ այլը, ստիպեն այստեղ էլ, որ ստեղծվեն զինապահեսներ, հուշում են, զինապահեստ ենք հայտնաբերել, ահաբեկիչ ենք հայտնաբերել, այդ որտեղից եք այդ ամենը հայտնաբերել, ով է այդ ամենը ստեղծել, որտեղից է դա գոյանում, դուք հասկանում եք թե ոչ, եւ ես հարց եմ տալիս Սերժ Սարգսյանին, սա քո պլանն է, թե դա քո ենթականերն են ստեղծում։ Ես քեզ տեղեկացնում եմ Սերժ Սարգսյան, կատարվում է խոշորագույն դավադրություն Հայաստանի դեմ, եթե դու ես
լսես դա ու իմացիր ահա որ է լինելու պատասխանատվության բանը սրա հետ կապված եթե դու չես դու պարտավոր ես ամիջապես հայտնաբերել քո այն ենթականերին լինի դա քո աշխատակազմում լինի հատուկ ծառայություններում որոնք ստոր դավադիր պատմություններով ստիպել են գնալ այս երեխաների ահաբեկմանը որ այստեղ բնականon քաղաքական գործընթաց չլինի որ լինեն ընդհանրական խմբեր լինեն ցանցային համակարգեր եւ Հայաստանը պայթեցվի Այս բանը բարձելը ամբողջ հայ ժողովրդի գործն է։ Ես ուղղակի պահանջում եմ, որ Սփյուռքից էլ ներկայացներ, որոնք շատ ավելի անկախ են, մտածող մարդիկ են, այս ամենը տեսնում են, անհապաղ կազմեն խմբեր եւ Հայաստանի ղեկավարներից, այսպես կոչված ղեկավարներից, որովհետեւ նրանք նշանակված ադմինիստրատորներ են դրսից այս կամքը իրականացնելու, պահանջեն պատասխան, բայց ես պահանջում եմ 91 թվականի 93 թվականի պատերազմի Նայիրի երկրի հրամանատարներից մեկից Սերժ Սարգսյանից ես հարցնում եմ սա ինչ ստորություն եւ հրավերություն է մեր ժողովրդի հանդեպ Այստեղ մի հոգնական է առաջացել Սերժ Սարգսյանին զգուշացնում եմ եթե փորձի նրան էլ քրեական պատասխանությամբ կանչի նա գործ է ունենալու արդեն ամբողջ աշխարհի ժողովրդների հետ Եվ այսպես, սա այն մասը, որը վերաբերում էր ոչ թե ուրեմն այս բոլորիս կատարման իմաստով, այս առաջին պատասխանի իմաստով, այլ նրան, բայց հիմա այն ամենը ինչ վերաբերում է բոլորիս։ Մենք միակնթարթ անգամ չենք կանգնեցնելու մեր գործընթացը։ Հայաստանի ղեկավարը, տանող ուժը, տերը եղել եւ մնում է միմիայն հայ ժողովուրդը, ուրիշ ոչ ոք այդ բանը չի իրականացնել։ Հայ ժողովրդի հիմնական գործիքը, որով նա ամբողջականացել է, որով ձեռք է բերել իր բնականon որակները, ոչ թե դրսից թելադրված, ոչ թե այն որակները, որ ասկային ընտրանին, որը այստեղ, այնտեղ ընկած, չգիտես ինչ դեգերումներով է զբաղված, որ հրապցնում է ժողովրդին, այլ մերը, բուն մերը, հայկականությունը ծնվել է, պահպանվել է եւ զարգացել է այս հրապարակում։ Այս հրապարակը ձեռք է բերելու այդ որակները նորից եւ տարածելու է ամբողջ հայության տարածքով եւ հաղորդելու է նաեւ իր ողջունը աշխարհի բոլոր ժողովուրդներին, որտեղ ես ձեզ ասել եմ, երբ որ ես այստեղ խոսում եմ դրսից դավադիր թելադրանքի մասին, ոչ մի ժողովրդի դա չի վերաբերում։ Այստեղ միշտ եղել է այն հայ ժողովուրդը, որը բարեկամն է եղել աշխարհի բոլոր ժողովուրդների եւ այդպիսին էլ կմնա։ Դավադիր են լինում խմբերը եւ խմբակները, ոնց որ այսօր մեզ մոտ են խմբեր եւ խմբակներ, որոնք իշխանություն են, քաղաքական դաշտում են եւ այլ տեղեր, բայց մեր ընդհանուր ժողովուրդը եղել եւ մնում է եւ մնալու է հարավետելու է որպես հայություն եւ որպես հայկականություն կրող մի ամբողջականություն։ Հիմա մեր անելիքների մասին ես առաջարկում եմ ստեղծված իրավիճակում երբ որ մեզ անընդհատ փորձում են խանգարել այնտեղ էլ միացել են այդ երաժշտությունը բարձր որ հայ ժողովրդին չհասնի այս հրապարակի ձայնը կարող եք միացնել աշխարհի բոլոր երաժշտությունները բոլոր ռոքերը բոլոր սեքսերը բոլոր այլանդակությունները աշխարհի հայ կականության ձայնը, այս հրապարակի ձայնը միշտ հասնելու է ողջ հայ ժողովրդին եւ նրա միջոցով աշխարհի բոլոր բարեկամ ժողովուրդներին։ Եվ այսպես, ինչ ենք անելու, ոնց ենք կյանքի կոչելու մեր հրապարակը, երբ որ նրանք փորձում են այդ բոլոր հալածանքներով ուղղորդել հատկապես մեր երիտասարդությանը ուրիշ ուղիով։ Բոլոր մեր երիտասարդները պետք է իմանան այդ զինյալ պաչքարի կոչերը, այդ ուղղորդումները բոլորը կատարվում են դրսից եւ դրսի թելադրանքով գործող մեր իշխանավորներից։ Այդ իշխանավորները փորձում են ցույց տալ, որ միայն զենքով այստեղ պայքարով կարելի է մի բան հաստատել։ Զենքով արյունի թաթերապեմ կարելի է վերացել ցանկացած երկիր։ Այդպես է դալել Սիրիայում, Իրաքում, հազար ու մի տեղում։ Հայաստանը չի գնալու այդ ճանապարհով։
այդ ճանապարհը կասեցնելու համար մեր ողջ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի եւ մեր խնդիրն է այս հրապարակը պատրաստել ողջ ժողովրդին, ողջ Հայաստանը, ողջ հայությունը պատրաստել այդ անցման համար։ Կառավարմանը անցումը բարդ խնդիր է։ Երկար տարիներ, տասնամյակներ ժողովրդին փորձել են հիմարացնել, մոլորեցնել տարբեր բաներով։ Փորձել են ցույց տալ, որ մի պահի, որ ամենքը ամենակետ է, մյուս պահին ցույց տան, որ նա ոչինչ չի հասկանում եւ այլն։ Այսպես չէ։ Ամեն մարդ է, որպես մարդ բարձրագույն էակ, որպես հայ մարդ, այն մարդկանցից մեկը, որ այս երկրից կազմակերպել է զանգեր աշխարհի ցանկացած կետը։ Դուք տեսեք եվրոպական քաղաքների շատերում, այդ թվում Մայստրիխում, որ եվրոպական միության ծննդավայր քաղաքն է, դուք կարևորագույն այնտեղի սրբավայրը, քաղաքի տաճարը, բոլոր եվրոպական քաղաքներում այդ որ ասեցի, մոտավորապես երևի 1/3-ում Սուրբ հայ էս ինչի անունով, որտեղից այդ Սուրբ հայ էս ինչը, այդպես են անվանում, ասենք թե կարող է լինի այսպես անհասկանալի մի անուն, ասենք թե Մրդո կամ չգիտես ինչ, որտեղ աղաղաղվել է անունը, բայց մնացել է հայ Մրդոյի տաճարը, հայ էս ինչի տաճարը, հայ էս ինչի, որովհետև միշտ այս երկիրը եղել է սրբազան հող եւ երբ որ պետք է լինի մարդկությանը հաղորդել, ոնց ենք դուրս գալու այս կամ այն հերթական ճահիճից, այստեղից է գնացել այդ մաքրության ահազանգը։ Դա է պատճառը, որ Հռոմի Պապը այստեղ եկել էր ուխտագնացության։ Նա բերել է ձեզ աշխարհի ուղերձը հետեւյալն է, այս հրապարակը պետք է հավաքվի, հայությունը պետք է վերակենդանանա, մարդկությունը ահավոր անդնդի եզրին է, եւ մենք պարտավոր ենք կատարել այն ամենը, ինչը մեզ պարտավորեցնում է մեր անցյալը, մեր պատմությունը, մեր նախնիները եւ մեր ներկան։ Հիմա ինչպես ենք մենք գործելու։ Մենք անելու ենք հետևյալը։ Ես առաջարկում եմ մի զարմանալի բան։ Եկեք նշանակենք ապստամբության օր։ Սա ինչ է նշանակում։ Ուրեմն բացարձակապես ոչ է ապստամբությունը, ինչը հիվանդագին ուղեղներում մեր կառավարիչների արտաքին այսպես պատվերները կատարողների ծնվում է։ Զենք, մենք ոչ, ապստամբությունը մի բանում է կայանում։ Ժողովուրդը մեկ օր պետք է հայտնվի այս հրապարակում եւ ասի ավարտված է արտաքին իշխանությունը, ես տերն եմ իմ երկրի։ Մենք պետք է նշանակենք ապստամբության օր։ Ուրեմն ես առաջարկում եմ բոլոր ցանցերում սկսենք քննարկել ապստամբության օրը։ Իսկ այսօր ես այստեղից փորձում եմ ապստամբության օրը քննարկել Սերժ Սարգսյանի հետ։ Միգուցե նա որոշի միանալ մեզ հետ այդ ապստամբության օրին։ Ինչ է նշանակում նրա միանալը, ես հիմա բացատրեմ նրան։ Ուրեմն մի պատմություն, որը պատահել է մի հատ ուրիշ շրջանակի հետ, բայց որը վերաբերում է Հայաստանի այսօրվա բոլոր կառավարիչներին, Սերժ Սարգսյանին, Հանրապետական կուսակցությանը, օլիգարխիային, բոլոր նրանց, ովքեր կողոպտել են հանրապետությունը եւ այսօր արտաքին պարտավորություններ են կատարում։ Ուրեմն տարիներ առաջ, մոտ 10 տարի առաջ էր Տիգրան Սարգսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ էր, Վազգեն Մանուկյանը ընդդիմադիր էր, Գառնիկը Սագուլյանը ինչպես միշտ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ խորհրդական էր։ Եվ այսպես մեկ օր պետք է հանդիպեմ Վազգեն Մանուկյանին, նա ասում է մոտեցիր Արմենիա հյուրանոցին, այդտեղ ինչ որ կոնֆերանս է, մոտեցիր, ես քիչ եմ այնտեղ կհանդիպենք։ Մոտենում եմ այն պահին, երբ որ տեսնում եմ, նստած են Տիգրան Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, Շավարժ Քոչարյանը, դեռ ընդդիմադիր, Հրանտ Խաչատրյանը եւ Գառնիկ Իսագուլյանը, այսպես մի խումբ է, Վազգենը խնդրեց ասեց մի քանի րոպե նստիր, միասին խոսենք եւ հետո կգնանք մեր գործերով կզբաղվենք։ Նստում եմ 2 րոպեից հետո մի 70 անց մուրացկան կիտ ցնցոտիներով մոտենում է Տիգրան Սարգսյանին, ձեռքը մեկնում է, ասում է հացի փող կտաս։ Տիգրան Սարգսյանը այսպես կատակասեր մարդ է, սենց ժպտալով ասում է չէ, չեմ տա։ Կին ասում է ինչու։ Ասում է չունեմ։ Ասում է այդ ոնց է պատահել, որ չունես։ Դե ասում է չունեմ, էլի չունեմ։ Բայց ոնց է պատահել, որ չունես։ Վազգեն Մանուկյանը տեսնելով, որ խոսակցությունը երկարում է, ձեռքը տանում է գրպանը, մի քիչ ուրեմն մանր դրամ է հանում, մեկնում է այդ տիկնոջը, ասում է տիկին վեցեք խնդրում եմ։ Տիկինը նայում է Վազգեն Մանուկյանին, ասում է պարոն Մանուկյան, ձեր փողը ինձ պետք չի։
Հետո շուրը գալիս հերթով նստածներին ասում է. ձերն էլ պետք չի, ձերն էլ պետք չի, ձերն էլ պետք չի։ Շուրը գալիս նորից Տիգրան Սարգսյանին. Պարոն Տիգրան Սարգսյան, այդ ինչ է եղել, որ դու մոռացել ես իմ հացի փողը։ Բոլորս քարացանք, հասկացանք, որ սա լրիվ այլ խոսակցություն է արդեն։ Տիգրան արդեն մեղավոր տեսքով ասում է. դե այդպես ստացվեց։ Ասում է, ինչպես ստացվեց։ Դե գիտեք, այսօր շատ շտապում է այդպես, բայց ինչու էր շտապում։ Վազգեն Մանուկյան ասում է, տիկին, դուք 1000 անգամ ճիշտ եք, բայց ես շատ եմ խնդրում, մենք պետք է խոսենք, խոսելու բան ունենք։ Տիկին ասեց, ես հիմա գնում եմ, պարոն Մանուկյան, ես ուզում եմ ինձ համար մի բան միայն պարզեի։ Ոնց է եղել, որ այս մարդը մոռացել է իմ հացի փողը։ Ես հիմա այս հարցը ուղղում եմ հայ ժողովրդյանից, որտեղ այդ հայ ժողովրդի հավաքական մայրն էր։ Ես ուղղում եմ դա այդ մոր զավակներին, Սերժ Սարգսյանին, Գալուս Սահակյանին, մյուսին ես բոլորի անունները չեմ ուզում տամ, ոչ մեկին էլ չեմ ուզում վիրավորել։ Ինձ մի հարց է հետաքրում. ոնց է եղել, որ դուք ձեր մոր հացի փողը մոռացել եք։ Այդ օրը, երբ որ այդպես այդ կինը հեռացավ, իհարկե առաջինը ուշքի եկավ Գառնիկ Իսագուլյանը եւ ասում է. դե սենց այլի աշխատում ես, բայց էլի սենց խնդիրներ մնում են։ Ես շուրեք ասի Գառնիկ, ինչ աշխատանքի մասին է խոսքը։ Մի հարց էր միայն, որ հիմքում է ընկած այս վիճակի։ Նախագահը թաքնել ուներ $3 փողկապ, թե 3000։ Այն ժամանակ դեռ չկար այս 300,000, 3 միլիոն, 3 միլիարդ, ես չգիտեմ նրանք ինչ են հորինում արդեն խելակորույցները։ Բայց այն ժամանակ այդպես էր, ասի նախագահը կապեց 3000-անոցը եւ այս կինը մնաց առանց հացի։ Հիմա Սերժ Սարգսյանի մասնակցությունը այս ապստամբությանը առաջին քայլը պետք է հետեւյալը, նա պետք է $3 փողկապ կապի։ Հիմա երկրորդ քայլի մասին, նա հայտարարել է այս վերջերս ազգային համաձայնության կառավարության մասին։ Դուք տեսեք, թվում է չնչին տարբերությունը, ժողովրդի պահանջը արտահայտված մի շարք քաղաքական գործիչների կողմից հետևյալն էր, ժողովրդական վստահության կառավարություն։ Դա փոխարինված է ազգային համաձայնության կառավարությունով։ Ինչու՞մ է տարբերությունը։ Բանն այն է, որ ժողովրդի վստահությունը ակնհայտ է, այնտեղ չպետք է լինի ոչ մի մարդ, որին ժողովուրդը չի վստահում։ Այդ մարդիկ բոլորը պետք է լինեն ժողովրդի համար հասկանալի եւ վստահելի։ Ազգային համաձայնությունը դա ուրիշ բան է, որպես կանոն նա կայացնում է ազգային ընտրանին։ Այսինքն կուսակցությունների ղեկավարները ինչ պաշտոնյաներ եւ այլ։ Այսինքն բոլոր այն շրջանակը, որ 1000 անգամ առել ու ծախել է Հայաստանը։ Ուրեմն այսպես է, ապստամբության օրը պետք է ավարտվի ժողովրդական վստահության կառավարության ձևավորմամբ։ Եվ մեկ հարց կա այդտեղ, ով է ձևավորելու։ Սերժ Սարգսյանը մինչ այդ կհասցնի մի բան ձևավորել, ներկայացնելու, ասել, տեսեք ինչ վստահելի մարդիկ են այդ ժամանակ մենք կծանոթանանք նրա առաջարկի հետ։ Կամ նա այդ բանը չի անի եւ այդ ժամանակ մենք կհրամցնենք այստեղ այդ կառավարությունը եւ Սերժ Սարգսյանին կենթարկացնենք այդ կառավարության որոշումներին։ Ես առաջարկում եմ, որ երիտասարդությունը, որին քշեցին այս հրապարակից, ոչ թե գնա ընդհատակ եւ ոչ էլ ընդհատակյա ցանցեր, այլ էլեկտրոնային ցանցերով նորմալ սկսի քննարկել այսօր հետեւյալ հարցերը։ Առաջինը, այդ կառավարության կազմը։ Եվ ոչ թե ամեն մի երիտասարդ տեղից վեր թռնի, մեկին դուր է գալիս այս մարդը, մեկին դուր բացարձակապես, ամենայն լրջությամբ, ովքեր են ինչ են, այդ կառավարության ծրագիրը։ Ես երիտասարդությանը զգուշացնում եմ, դուք համարյա ոչինչ չգիտեք կամ շատ քիչ գիտեք այդ ծրագրերից, բաներից։ Գտեք մասնագետներին եւ սովորեք աշխատել մասնագետների հետ, սովորեք աշխատել կյանքի փորձի հետ։ Լսեք բոլորին եւ հետո եկեք եզրակացության։ Եվ հաջորդը,
ամենակարևորը ապստամբության օրը, քննարկեք իրար մեջ, քննարկեք հայության հետ, որտեղ դա պետք է լինի հայության ձևավորած կառավարությունը, որովհետև այսօր հայությունը անհրաժեշտություն է, որ գործի որպես մեկ միասնական ուժ։ Ինչու Հռոմի Պապը եկավ այստեղ, ինչու են այդ կոչով հանդես գալիս, ինչու են փորձում պայթեցնել Հայաստանը։ Այսօր կա մի խայտառակ աշխարհակարգ։ Մարդկությունը իր պատմության ընթացքում առաջի անգամ մոտեցել է մի եզրին, երբ որ հացը, ջուրը, բժշկությունը, կրթությունը, զգեստը, տունը բոլորի համար հերիք են։ Ոչ մեկը կարող է ոչ մի կարիք չունենալ։ Միայն մի դեպքում, եթե մարդկության մեջ չլինեն աննորմալներ, որոնք որոշեն կուտակել, այդ ժամանակ եթե մեկը ուրեմն պետք է ունենա 100 հատ Rolls Royce, ուրեմն 100,000 մարդը պետք է մնա սոված։ Հիմա այդ խելագարների խմբերը ձևավորվել են մոլորակով մեկ, եւ նրանք փորձում են պահպանել այդ կարգը։ Եվ այդ խելակորույս գործերի համար պատերազմներ, ապստամբություններ, խռովություններ եւ այլը Հայաստանի իշխանությունը իրականացնում է հենց այդ ծրագիրը իրեն տրված հատվածում։ Այսօր մեկը պետք է լինի, որ իր երկրում առաջինը լուծի այդ հարցը, Հայաստանի եղած չեղածը հերիք է, որ հայ ժողովուրդը ամբողջությամբ լինի կուշտ, թաքնված, բուժված եւ այլը, երեխաներն էլ զբաղվեն իրենց հիմնական գործով, սովորեն, ստեղծագործեն եւ մարդ դառնան, որովհետեւ մեր հողի ամենակարևոր, ամենաառաջին խնդիրը եղել է մարդ դառնալու մեջ, եւ այդ մարդ դառնալու խնդիրը լուծել են կրթելով նրանց եւ ստեղծագործող դարձնելով։ Եվ սա է լինելու մեր են հաղորդումը, որ ուղարկելու ենք աշխարհով մեկ։ Առաջինը պետք է լուծենք այդ հարցը եւ առաջինը ուղարկենք ժողովուրդներ, ավարտվել է այդ խնդիրները, որովհետեւ վաղը մյուս օր այդ ամենը ինչ որ արտադրում է այսօր մարդը, տառացիորեն վաղը մյուս օր արտադրելու են ռոբոտները եւ հաշվիչ տեխնիկաները։ Եթե մարդը չզարգացավ, մարդը անիմաստ էակ է դառնում մոլորակի վրա։ Մարդուն վերացնում են, ոչնչացնում։ Եվ այս էակները, որով դրանց զբաղված են, նրանք չգիտես ինչու թույլատրաբար նույնպես մարդ են կոչվում, բայց նրանք իրենց մոլուցքների գերին են դարձել։ Հիմա հայ ժողովուրդը հատուկ առաքելություն ունի, նա պետք է կարգավորի իր կյանքը եւ հաղորդի բոլորին այդ բարի լուրը, որ հնարավոր է, որ մարդ այն ավանակը չէ, որին փորձում է մեզ բոլորից դարձնել, որ դա բարձրագույն, լուսավոր, սիրող, հարգող, ստեղծագործող էակ է։ Մենք պետք է գործենք, հապաղելու մի ակնթարթ էլ չկա։ Այս հրապարակը ինչպես աշխատել է պետք է աշխատի։ Եվ եթե ամեն օր էլ հանդիպենք իրար հետ զրուցենք, գոնե նույնիսկ առանց այս միկրոֆոնը ես չգիտեմ, Սերժ Սարգսյան երեխաները վաղը պետք է այստեղ լինեն եւ կազմակերպեն այդ ամենը։ Եթե ոչ, ուրեմն դու իսլամական պետություն ստեղծողն ես Հայաստանում։ Եվ երեխաներին այլևս չկպնես։ Դու խփեցիր մեր մտավորականությանը։ Սա աններելի հարված էր, որովհետև մտավորականությունը այն խավն է, որը խոսում է տիեզերքի հետ, որի հոգին այդպիսին է, եւ նրանց մտցնել այս ճրճիմ գործերի մեջ, ստիպել գնալ այս կամ այն, նրանցից շատերը այդ իմաստով, կենցաղային իմաստով թույլ մարդիկ են, այս ստորագույն արարքը։ Ես ասեմ, դու ինչով ես տարբերվում Վանո Սիրադևյանից։ Վանոն էլ էր անցել նաև վատ ուղիներով։ Վանոյի հետ կապված էլ կան 1000 ու մի խնդիրներ, բայց Վանոն այն ցրտի մթի տարիներին այցելում էր մտավորականներին եւ փորձում օգնել։ Մեկ օր այցելում է Լևոն Ներսիսյանին, Հրաչյա Ներսիսյանի որդուն, համալսարանի ամենապանծալի դասախոսներից մեկին։ Տեսնում է Լևոն Ներսիսյանը այսպես կուչ եկած մի հատ մոմ վառած կողքը, համ այդ մոմի վրա տաքանում է, համ գիրքը դրած կարդում է, իսկական մտավորական։ Վայ Լևոն ջան, ես ինչ այս ինչ վիճակ ես, բան հենց վաղը լույս կանցկացնեն, բան կանեն, իրոք հաջորդ օրը Լևի գիծ են անցկացնում Լևոն Ներսիսյանի տուն։ Անցնում է 3-4 օր, Վանոն գալիս է Լևոն Ներսիսյանին տեսակցության։ Գալիս է տեսնում է, ուրեմն ոտքերի տակ մի հատ փոքր, այս ջեռուցիչ է միացել, շատ փոքր։ Ոտքերը միայն տակ ասում են, նույն շալերով բանով փաթաթված, մի հատ փոքր լամպ էլ դրած կողքը, ամբողջ բնակարանը էլի մութ է, բայց այդ լույսը ընկած է գրքի վրա, ուղղակի մոմը փոխարինել է մի փոքրիկ լամպով։
Այ Լևոն ջան, ես ինչ ես անում։ Մի հատ լավ լույսը հետ վառի, մի հատ նստի նորմալ ես ինչ ես անում, հա։ Վանո, ամոթ է, 4 կողմդ մեր ժողովուրդն է, սոված է, անլույս է, ցրտած է, ինչ ես խոսում, որից հետո կես ժամ, Վանո դու էս ես, Վանո դու են ես, Վանո դու էս ես, հա Լևոն ջան, հա Լևոն ջան, հա Լևոն ջան, Սերժ, ով է այդ Լևոն ջանը, որ հիմա այդ ամեն ինչը քեզ պետք է ասի, ուր ես ուղարկի այդ Լևոն ջաներին, ծառայի ես վերածե, ստրուկների ես վերածե, այդ քո բոլոր շրջապատդ ավանակների են վերածվում, որովհետև այդ Լևոն ջաներին ոչնչացնում ես։ Մեր մտավորականությունը եղել է եւ մնալու է այս երկրի բարձանքը, եթե մեկը սայթակել է, մի նայեք սայթակողին։ Գեցեք, պայքարը, ամեն պայքարը ունենում է իր նշանաբանը եւ շատ կարեւոր է, որ մեզ մոտ հերոսների անունը եւ էպոսի անվանումը իրար հետ համընկել են։ Սա շատ խորհրդանշական երևույթ է։ Եվ այսպես, մենք շարունակում ենք հավաքել հրապարակը։ Երիտասարդությանը, որ այստեղ են, նրանք որպես կազմակերպիչներ կառաջարկեն մեկ բան։ Միգուցե նշանակել այսպես Առօրյա ինֆորմացիոն հավաքներ լինեն, բայց շաբաթական մեկ անգամ լինի այսպես հավաքական հավաք։ Եվ ուրեմն մենք հիմնական խնդիրները քննարկենք այդ օրերին, իսկ մնացած օրեր տեղեկություն տանք, ինչ է կատարվում, իրար տեսնենք, ուրախանան։ Շատերը հարցնում են ինչ անեմ հրապարակում, ոստիկանությունը վխտում են, եկեք այստեղ կառնեք, իրար հետ զրուցեք։ Երբ որ ժամադրվում եք իրար հետ, մեր ժողովրդին հաղորդեք, ժամադրվեք այստեղ, եկեք կառնեք, ուղղակի զրուցեք, միայն լսեք այստեղից ինչ է արվում։ Թող Սերժ Սարգսյանը, Օբաման եւ Պուտինը տեսնան, որ հայ ժողովուրդը հրապարակում կանգնած է։ Այս խորհուրդները տալու ենք, այս ամենը հաղորդելու ենք, հրապարակը ապրելու է, հրապարակը երեխաները միացնել են եւ նա միացրած մնալու է, անգամ եթե վաղ այստեղ շրջապատեն այս հրապարակը բազում անգամ է եղել շրջապատված զինվորներով, երբ որ ոչ ոքի չէին թողնում այստեղ մտնեն, բայց հրապարակը աշխատում էր, որտեղ հրապարակը Հայաստանի սիրտն է եւ այդ սիրտը սպանել հնարավոր չէ։